Իդեպ հայտարարել ասել էին մենք ձեր օթային տարածքը Ալիևը պարզ ասել է մենք ձեր օթային տարածքը առանց ձեզ հարցնելու օգտագործում ենք։ Մեր այդ նույն հայտարարության մեջ նա ասել է որ մենք Հայաստանի օթային տարածքը օգտագործում ենք առանց Հայաստանին հարցնելու, առանց Հայաստանի թույլտվությունը ստանալու, դա մեր իրավունքն է։ Մենք Զանգեզուրի կորիդորի ուրեմն այդ օթային տարբերակը բացել ենք, շուտով ցամաքայինն ենք բացելու։ Այդ նույն հայտարարության մեջ նաև դա է ասել։ Այսինքն մեր օթային տարածքը արդեն չգիտես որքան ժամանակ մենք չենք վերահսկում։ Դե հիմա թող ինքնիշխանությունից խոսողները տեսնեն, էլի, այսօրվա ինքնիշխանության մասին խոսողներն են, հա, որտեղ ինքնիշխանության մասին խոսում է եւ այս իշխանությունը եւ իրան սոցիալիտները հակառուսական կոնտեքստով, հա։ Դե այդ ինքնիշխանության մասին խոսողները թող մի հատ ուժ ունենան ու խոստովանեն։ Արդյոք հիմա Հայաստանը ինքնիշխանություն ունի։ Իր օթային տարածքը չի վերահսկում։ Նիկոլի օրոք Հայաստանի ինքնիշխանությունը զերոյացած է։ Ալիևի խոստովանությունը դրա մասին է վկայում։ Մարդն ասում է ես ձեր օթային տարածքը ձեզ չեմ հարցնում, օգտագործում եմ։ Այս իրավիճակում ակներև է, ակնհայտ է, որ երկիրը եթե իր օթային տարածքը չի վերահսկում, ուրեմն ինքնիշխանությունից զուրկ է։ Բացի սրանց այլասերված անկալումներում ինքնիշխանություն ասելով իրենք հասկանում են Ռուսաստանից բոլոր կապերը կտրելը։ Բայց ոչինչ որ իր օրոք, Նիկոլի օրոք Հայաստանն իր օթային տարածքը չի վերահսկում։